Բայց ես ուզում եմ խոսել այնուամենայնիվ հուշարձանների վերականգնման օրոքման խնդրի առնչությամբ բնականաբար հուշարձանները իրենց նշանակությամբ թե հանրային ներողություն տեղական նշանակության են հանրապետական եւ այլն ինչ օրենքով կարգավորված է եւ եթե դուք ունեք որոշակի այսպես վերաբերմունք, որը ես եմ հասկանում հանրապետությունում տեղակայված տարբեր հուշարձանների պահպանության կամ պաշտպանության առնչությամբ եւ հանրային վերաբերմունքի ոչ միշտ նույն մակարդակի առնչությամբ, դա եւս պետության խնդիրն է բավարար կրթական մշակութային քաղաքականություն իրականացնելու հանրային իրազեկվածության եւ այլնի, բայց Թումանյանի եւ Ցեղասպանության հուշահամալիրի թանգարաններ այդ երկուսի նորոգման ողջ ընթացքը մեկ բանի մասին է խոսում, ոչ որակյալ կազմակերպվածության մասին։ Եվ նաև ես այսօր ուզում եմ բարձրաձայնել, որ այնուամենայնիվ այդ ոչ որակյալ կազմակերպվածությունը, ոչ որակյալ ընթացակարգերը, ոչ պատշաճ ընթացակարգերի պատճառով նաև հանրային բյուջեին է վնաս հասցվել, որովհետև դուք կամ պետությունը գնում է նաև սխալների ուղղման ճանապարհով։ Այսինքն 750 միլիոնի աշխատանք գնահատված աշխատանքների գոնե մի ծավալ նույնիսկ եթե ոչ շատ մեծ, բայց մի ծավալ արդեն տեղի է ունեցել եւ այդ նախագծերը ստեցան խոտան են եղել։ Դրանք եւս ոչ արդյունավետ մսխված պետական միջոցներ են։ Եվ այս հարցը ես բարձրացնում եմ նաեւ այն նպատակադրումով, որ պիտի վերանայել մշակութային ուրեմն արժեք ունեցող հանրապետական նշանակության եւ ոչ միայն հանրապետական նշանակության հուշարձանների վերականգնման ընթացակարգերը, որովհետեւ այստեղ ոչ միայն նախագծման, նախապատրաստման այդ աշխատանքների թերությունների մասին ենք թերություններն եք արձանագրում, նաև ճիշտ դուք ասում են ամեն շաբաթ գնում եք Ցեղասպանության հուշահամալիր ստուգում եք, դուք խոստովանեցիք, որ ձեր ստուգումները կարող են վարչարարի լինել եւ ոչ պրոֆեսիոնալ, եկեք համաձայնենք, բայց նաև սա խոսում է այն մասին, որ միգուցե մշակութային ժառանգության վերականգնման ուղղությամբ հավելյալ լիցենզիաների, հավելյալ տեսչական մարմինների անհրաժեշտություն ունենք, որպեսզի ինչ որ մի աշխատանքի փուլ անելուց հետո, որը ես գնահատեցի որպես վանդալիզմ, այն ինչ որ կատարվեց Ցեղասպանության հուշահամալիրում, հետո չգնանք սխալների դաժան ուղղման ճանապարհով։ Եվ ես լուրն եմ, շատ եմ շահախնդիր եւ նախանձախնդիր այս առումով, սխալների ուղղման պարագայում մեր յուրաքանչյուր այդ քարը բազալտը մոտ $1000 համարժեք ինքնարժեք ունենալու։ Սրանք խնդիրներ են, որոնք նախապես պրոֆեսիոնալ բավարար ուրեմն հաշվարկներ չեն եղել դրանց տակ եւ նաեւ նույնիսկ այդ հուշարձանի կազմակերպումը կներեք, բայց նույնիսկ մարդ իր անձնական ոնց ասեմ, անձնական ախորի նորոգման պարագայում այդ անորակ, այդ խառաշո են ասում, դրանց ինչ են ասում, այդպիսի շինարարական ընթացք չէր կազմակերպի։ Խոսքը հենց դրա մասին է։ Եվ այստեղ բացարձակապես մանիպուլյացիա չկա, մեր բոլորի անհանգստությունը բխում է հանրապետական նշանակության եւ համազգային նշանակության սրբավայրը պատշաճ վերանորոգված տեսնելու մտահոգությամբ։ Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, դուք քարի մասնագետ եք։ Տիկին Գալստյան, ես օրինակ հիմա ձեզ կարող եմ երկար պատմել Սիսյանի բազալտի եւ Նորհաճնի բազալտի տարբերությունների մասին, որովհետեւ ես հիմա մի փուլում եմ, որ դրանով ի պաշտոնե նաեւ զբաղվում եմ, բայց նույնիսկ այդ պարագայում ես չեմ կարող ինձ թույլ տալ գալ այստեղ նստել եւ ձեզ ասել Սիսյանի քարը այսքան արժի, իսկ Նորհաճնի քարը այսքան արժի, որովհետև այդտեղ բազմաթիվ նրբություններ կան քարի կտրվածքի, քարի հետ աշխատանքի, քարի մշակման։ Եվ ես խնդրում եմ, ու երբ որ ես խոսում եմ մանիպուլյացիայի մասին, ես այս սրա մասին եմ խոսում։ Ասենք այդ $1000-ը ինչի եք հնչեցնում։ Չէ՞ որ ես հիմա ձեզ կարող եմ բերել եւ ցույց տալ բազմաթիվ թղթեր, որ դուք կտեսնեք, որ այդ $1000-ը իրականության հետ կապ չունի։ Ինչու եք դուք այդ դաշտ մտնում, Տիկին Գալստյան, մենք միասին խոսում ենք հուշարձանների վերականգնման կարևորության մասին, դուք ասում եք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետք է պատշաճ վերականգնվի, հիմնանորոգվի եւ մենք բոլորս ասում ենք այո, դա այդպես պիտի լինի եւ պետք է բացառել որևէ խնդիր, այո, պետք է բացառել որևէ խնդիր։ Մնացած խոսակցությունները ինչի մասին են ու ինչու համար են։ Տիկին Անդրեսյան, ներողություն, դուք երևի
Մարդիկ են պատկանոն նստած, ես թողեցի Ոչ, ես վիրավորական երանգներ կար այդ պատասխանի մեջ։ Ես ուզում եմ դες հիշեցնել, որ սա ձեր աշխատասենյակը չի, ազգային ժողովն է եւ դուք հաշվետու եք ազգային ժողովին։ Եվ բացարձակապես քարի կամ գունավոր մետաղների մասնագետ չպիտի լինեմ, որպեսզի հնչեցնեմ այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետը եւ մոտեցումները։ Եվ իմ որևէ նախադասության մեջ չճշտված փաստեր չկան։ Բացարձակապես ես հնչեցնում եմ մասնագիտական շրջանակների մասնագիտական տեսակետը եւ դուք պարտավոր եք ազգային ժողովում հաշվետու լինել եւ պատասխանել падգամավորի հարցերին պատշաճ բարեկրթությամբ։ Այդ որ ասում եք ախորից չի տարբերվում։ Ցուցակ էիք բերել այդ տղուն, համարը չունեք, մի հատ զանգյասը չես ամանչում, Հայաստան դաշինքն ես ներկայացնում, ես ինչ ախորի բան ես բերել ստե կապել։ Այդ ձեր պատկերն է, ձեր ֆրակցիայի պատկերն է, այդ այնց ախորով էլ կառուցվել եք, եկել եք, հիմա այնց ուզում եք բան անեք։ Ձեր խմբակցության ներկայացուցիչն է, համարը չունեք, կարող եմ փոխանցել, զանգեք ասեք, ես ինչ ես անում։ Դա չի դա քրկնում նրա մասը։ Ինչ կառուցողը։ Տիկին Անդրեասյանն ու ես եմ, թե դուք եք կառուցողը։ Կառուցողը ձեր ֆրակցիայից է։ Հերթական մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքը։ Ով ուզում է լինի շինարարը, պատասխանատվություն պիտի ենթարկվի։ Ինչ կարևորը թե նաում ցուցակից է եղել։ Ես էլ եմ ասում, պատասխանատվություն ենթարկեք, ճիշտ մասնագետի ընտրեիք եւ ճիշտ շինարարի ընտրեիք, ճիշտ նախագիծ ունենայիք։ Այ քեզ բան։ Այդքան դժվար է լսել ճշմարտությունը։ Բան չեք տանում ուրիշ դաշտ։ Ինչու եք տանում ուրիշ դաշտ։ Ես դերեքատ հստակ ասում եմ, անորակ վանդալիզմա ենթարկվել ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ։ Փոխանակ ասեք գնում ենք սխալների ուղղման ճանապարհով, սա նա ցուցակը, չգիտեմ ինչ։ Տեսանք չէ՞ որ չեք կարելի անորակ հնդիկների կուղարկով տալ ջարդել այդ հուշարձանը։ Այ քեզ բան։ Ես խնդրեմ ազգային հատկապես ձևակերպումներ չտալ, որտեվ տենց կարող է այլ տեղ հասնենք, էլի։ Իսկ որպես լուծում, արդեն հասկացանք, որ դուք քարերի եւ շինարարության մասնագետ եք։ Տիկին Անդրեասյան, խնդրում եմ հաջորդ մույթերը կառուցելու կամ մրցույթը դնելու ժամանակ Տիկին Գալստյանին նույնպես հրավիրեք, թող գա մասնագիտական կարծիքը։ Իդեպ ասեմ իմանաք, որ Տիկին Գալստյանը քաղաքաշինական խորհրդի անդամ ա եղել 12 թվականին։ Լուծում առաջարկեք